Բաքուն ապրիլի 9-ին կրկին հաղորդել է, թե ապրիլի 8-ին ժամը 19:20-ից մինչև 22:30-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի և Վերին շորժայի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ադրբեջանական կողմը պատասխան միջոցներ է ձեռնարկել Հայաստանի ՊՆ-ն, ինչպես նախորդ օրերին, այսօր ևս հերքել է Բաքվի հերթական հաղորդումը, նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են իրենց սահմանադրությունում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի։ Ապրիլի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA միջազգային ֆորումի ժամանակ, Բաքուն քայլեր կձեռնարկի հարաբերությունների կարգավորման համար, սակայն միանգամից բարեկամանալ չեն կարող, նշել է Ալիևը։ Պաշտոնական Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թույլատնելու ուղղությամբ, այս մասին ապրիլի 9-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Մոսկվան հետևում է հայ-ադրբեջանական սահմանային գոտու իրավիճակին, վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թույլատնելու համար, ասել է Զախարովան և հավելել, որ ռուսական կողմը պատրաստ է օգնել իր գործընկերներին հաղթահարելու հակասությունները։ Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները ապրիլի 9-ից 10-ը անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժություն անցկացնելու են Հայաստանի տարածքում, Իրանականը Իրանի տարածքում։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Պարային զույգը մշոխըր ազգային պարը կատարել է Հայաստանի լեռներում, տեսանյութը համացանցում կարճ ժամանակամիջոցում հազարավոր դիտումներ է հավաքել և արժանացել ջերմ ու գովական մեկնաբանությունների։